Մենք իրականում երաժշտությամբ սկսեցինք մեր առավոտը, երաժշտության մասին շատ խոսեցինք ու կարևոր նաև իրադարձությունների անդրադարձանք, հոբելյարներին նաև շնորհավորեցինք, իսկ հիմա իհարկե պետք է անպայման անդրադառնանք կրթությանը, որովհետև դա նույնպես առավոտլուսոյի շրջանակներում շատ կարևոր տեղ է զբաղեցնում եւ ոչ միայն առավոտլուսոյի, առասարակ բոլորիս կյանքում կրթությունը շատ կարևոր է։ Հատկապես երբ որ ունենք հրաշալի առիթ այդ ամենի մասին խոսելու, խոսքը հայ կրթական հիմնարկության մասին է, որը ստեղծվել է դեռևս 1950 թվականից ու բավականին մեծ ծրագրեր ունի ու մեծ աշխատանքներ է այս տարիների ընթացքում իրականացրել ու հիմա էլ ինչպես միշտ նորությամբ է հանդես գալու։ Նորությունների մասին կիմանանք մեր հյուրից, մեր տաղավարում է հայ կրթական հիմնարկության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմինե Հարոյանը, ողջույն։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ, շատ շնորհակալ եմ մեզ այսպես ամեն տարի հրավիրելու եւ կրթությանն ու բարեգործությանը մեծ տեղ հատկացնելու համար ձեր եթերում։ Միշտ սիրով պատրաստ ենք, հատկապես որ մենք էլ ենք դա շատ կարևորում ու բարբերաբար անդրադառնում։ Դեռևս մեր զրույցը սկսենք այնտեղից, վերջին շրջանում շատ են նորությունները, փորձենք այսպես արագ ամփոփել դրանք, հետո կանդրադառնանք կարևորին։ Շատ լավ, քանի որ մենք միշտ տարիներ շարունակ, ինչպես նշեցիք, այս տարի կլինենք 75 տարեկան տատիկ կամ պապիկ ենք, այդպես չեմ տարբերակում դնում, միշտ փորձել ենք լինել կրթության կողքին, թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս, եւ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր սերունդը կիրթ, զարգացած, թեկուզ փոքրիկ կամ մեծ նշաձողերի հասնի եւ Վերջերս մենք հիմա նաև ընթացքի մեջ է Թումանյանի տուն թանգարանի հետ համագործակցությամբ ունենք շատ գեղեցիկ ոսկե դարան հավելվածը, որը կարող են բոլորը ներբեռնել, անվճար է եւ այնտեղ կարող են տեսնել Թումանյանի հեքիաթները, մեր բոլոր շատ հայտնի դերասանների այսպես ձայնով ընթերցանությամբ եւ հիմա քարյակներն են ընթացքի մեջ, որ նույնպես էլի հասանելի կլինեն, տարբեր լեզուներով են, ամենաշատը իհարկե ինձ համար չինարենն է շատ այսպես շատ օրիգինալ լինում, այո, պատկերացրեք։ Այսինքն հավելվածի շնորհիվ արևմտահայերեն, արևելահայերեն, գերմաներեն, տարբեր լեզուներով, այո, կարող եմ Այսինքն հավելվածի շնորհիվ մենք կարողանում ենք ձեռք բերել այդ հավելվածը մեր հեռախոսում եւ այո, անվճար դա կարևոր է իհարկե։ Արտիստները կարդում են, էլի մեզ շատ հայտնի բոլոր, այսպես չեմ ուզում ինչ որ մեկին որ նշեմ, մեկին բաց թողնեմ, այդպես ճիշտ չի լինի, հայ արտիստներն են։ Տարբեր լեզուներով կարդում։ Չէ, այդպես չէ, որովհետեւ դրա այդ ոլորտի մասնագետներն են, որովհետեւ ամենայն հարգանքով պատկերացրեք Ռուբեն ջան, դուք շատ հրաշալի ձայն ունեք ու չինարեն փորձեք, մի շատ զավեշտալի կլիներ։ Կարելի է մի օր դա փորձել։ Եկեք փորձենք այսպես կադրից դուրս կանենք էքսպերիմենտներ։ Ընթացքի մեջ է նաև մեր խորը ինժեներական կրթություն դպրոցներում ավագ դասարանի երեխաների համար, հիմնականում Գյումրի, Վանաձոր, այսպես ավագ դասարանի երեխաների համար է նախատեսված, որովհետեւ նրանք կարողանան ավելի պատրաստ մտնել բարձրագույն կրթություն եւ շատ հետաքրքիր է, որ մեր դպրոցականները կարողանում են 0-ից, այսպես ունենք բագի մեքենա, որը թափոններից է հավաքված ու շատ երթևեկելի է Երևան քաղաքում կարելի այդ թափոններից հավաքված եւ ինժեներական լուծումներով հագեցած մեքենայով երթևեկել, առաջին նոն-քեշ երեխաների ձեռքով պատրաստված մեքենան է, որ օրինակ կարող են գնալ գումարը գցել եւ կրուասանը վերցնել, ունենք շուտով նավ են պատրաստում երեխաները, որը Սևանում շուտով կտեսնենք ու վստահ եմ, որ կգանք եւ այդ նորությամբ էլ կկիսվենք ձեզ հետ։ Մեծ նավ, այո։ Իսկական նավ։ Իսկական նավ, այո, որ անպայման ես կփորձարկեմ, հետո ձեզ կհրավիրեմ, որպեսզի խնդիրներ չլինի։ Խոսքը ավագ դպրոցներում սովորող երեխաների մասին է եւ ինչպես է կարողանում այս կապը ձևավորել տարբեր ավագ դպրոցների եւ առհասարակ դպրոցների միջև, որպեսզի կարողանան իրենց փորձով նաեւ կիսվել մյուս դպրոցների, թե մանկավարժների, թե երեխաների հետ։ Քանի որ մենք երկար տարիներ համագործակցում ենք Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության հետ, այսինքն այսպես հիմնական անող կողմը դասապրոցեսը ապահովող այս ամբողջ կրթության այդ ամբողջ ծրագիրը կազմողը իրենք են, մենք ֆինանսավորող կողմն ենք, բայց միայն ուղղակի գումարը չենք տալիս եւ գնում մի կողմ, բնականաբար այդ ամեն ինչին շատ հետեւողական մոնիթորինգ ենք կատարում, կապը շատ բաց թափանցիկ հայտարարում ենք մրցույթ, որ քնություն պիտի հաղթարեն երեխաները բնականաբար առաջինը, քնությունները պիտի թեստերը լավ հանձնեն, որպեսզի հասկանանք մաթեմատիկայից եւ ֆիզիկայից ինչպես են իրենց մտածողությունը, կկարողանան ինժեներությունը եւ IT-ն իրար հետ զուգակցելով ստանան այն պրոդուկտը, որ կա այդ կրթական ծրագրի վերջնարդյունքում եւ արդյունքները բավականին շատ լավն են, ինչպես ասեցի, արդեն ունենք բավականին պատրաստի պրոդուկտներ եւ երեխաները կարողանում են դա գրանցել որպես պրոդուկտ, հետո կարողանան գումար աշխատել դրանով որպես ստարտափ։ Հրաշալի, մեկ էլ խոսենք նաեւ նրա մասին, որ
ինչ-ինչ պատճառներով խնդրահարույց վիճակում հայտնված դպրոցներին նույնպես աջակցություն է լինում, հիմնականում տեխնիկապես օգնության մասն է խոսքը գնում, սրա մասին փորձենք խոսել։ Քանի որ մենք մինչև այս պահը 197 դպրոց ենք նորոգել, վերանորոգել, հիմնանորոգել Հայաստան, Արցախ, Ջավախք այս եռամիասնությունում, նաև մենք կարողանում ենք իրենց ապահովել, եթե ժամանակին արմատ լաբորատորիաներ էին կարողանում ֆինանսավորել եւ դպրոցում տեղակայել, հիմա նաև ունենք այլ ծրագիր, որ կարողանում ենք, իհարկե մի փոքր գումարը ավելի փոքրիկ է, բայց կարողանում ենք ապահովել անհրաժեշտ տեխնիկական գույքով, որը անհրաժեշտ է դասապրոցեսը ավելի ժամանակակից կազմակերպելու համար, որպեսզի երեխաները հետ չմնան ոչ մի ժամանակակից տենդենսներից, եւ այդ ամեն ինչին զուգահեռ նաև ունենք դպրոցական պայուսակներով ծրագիրը, որը սեպտեմբերին ենք միշտ բաժանում ենք, օրինակ անցած տարի 1000-ից ավել դպրոցականի ենք տարբեր շրջաններում բաժանել, որպեսզի մի փոքր ուրախություն պարգևենք սեպտեմբերի 1-ին ընդառաջ։ Եվ իհարկե մեր ամենամեծ կրթաթոշակային ծրագիրը, որը ամենակարևորն է, որ մենք այս պահին ունենք 1300 ուսանող Հայաստանում եւ Ջավախքում էլ մենք ունենք մեր կրթաթոշակային ծրագիրը, որ վճարում ենք ուսանողների ուսման 90% վարձը, ինչու 90%, որպեսզի մեր համաշխարհային փորձն էլ է դա ցույց տալիս, որ եթե մի փոքր ուսանողը ներդրում է ունենում իր կրթության կամ ինչ որ մի process-ի մեջ, ինքնին սրտացավություն է, կարճ ասած, որովհետեւ ես երկար տարիներ ասում եի, չէ, եկեք այդպես չանենք, բայց ես համոզվեցի հակառակում, որ չէ, պետք է այդպես անել, որտեղ արդյունքները տեսնում ենք, ու այս 1300 ուսանողը, որ ունենք, իրենք տարբեր համալսարաններից են, մարզերից են, քանի որ մարզերի համաչափ զարգացումը էլ ավելի մեծ տեղ ունի նաև մեր ծրագրերում, փորձում ենք անմասն չթողնել մարզային, բայց պիտի շեշտեմ պետական բուհերի ուսանողների համար է, միջպետականը եւս ունենք, ուղղակի ունենք միջպետական բուհերի համար ավելի IT ուղղվածության բաժիններն ենք հովանավորում, քանի որ նաև առաջնորդվում ենք թե պետությանը անհրաժեշտ մասնագիտություններով, թե նաև աշխատաշուկայում անհրաժեշտ այն soft skill-ները, պահանջված էլի աշխատանքները, որ կա, որպեսզի մեր ուսանողը հաջողի աշխատաշուկայում, որովհետև մենք եթե ուսանողին հովանավորում ենք 1, 2, 3, 4, դե բժշկական էլ չեմ ասում 5-6 տարի, մենք նաև ընթացքում իր հետ աշխատանքներ ենք կատարում, որպեսզի նա հաջողի աշխատաշուկայում, դա կլինի այսպես workshop-երի տեսքով, իր լրացուցիչ անգլերենի կամ IT դասընթացների մասնագետների ենք հրավիրում, որ բանկային ոլորտից ավելի հաջողակ են, եւ այսինքն անում ենք ամեն ինչ, որ ավելի հմտանա, իրեն մրցունակ զգա, ու այո, ես կարող եմ ասել, որ մենք շատ հաջողել ենք այս ծրագիրը, այդպես հպարտորեն էլի մամաների նման կարող եմ ասել, որ մենք ունենք վերջին մեր ստատիստիկան, որ մի քանի օր առաջ է ամփոփվել, 81% աշխատանքային զբաղվածություն այս ամբողջ տարիների ընթացքում, դա հավատացեք շատ մեծ է Հայաստանի համար։ Եվ հիմա անդրադառնանք 2025-26 նոր ուսումնական տարվա համար արդեն հայտարարված մրցույթ կրթաթոշակի մրցույթի մասին, ովքեր կարող են դիմել, ինչպես պետք է դիմեն եւ ինչ մրցույթի մասն է։ Այսպես, մենք ամեն տարի Գարնանը հայտարարում ենք ու շատ սիրով միշտ ձեր եթերից առաջինը պատմում ենք դրա մասին, որ կարող են մեզ դիմել արդեն 12-րդ դասարանը ավարտող, ովքեր պատրաստվում են դառնալ ուսանողներ եւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող, ուսումնառության ընթացքի մեջ գտնվող առաջին, երկրորդ, մագիստրատուրա առաջին, երկրորդ կուրսի ուսանողներ, ովքեր սովորում են վճարովի համակարգում եւ մենք ունենք որոշակի գնահատականների շեմ, որ պետք է ուսանողը ապահովի, օրինակ 100-ից 75-ը, 20-ից 15-ը, որոնք մեր կայքում շատ հեշտ է գտնել, ուղղակի Google-ում հայատար գրում ենք հայ կրթական հիմնարկություն, բերում է մեր կայքը, շատ հնարավորինս մատչելի է, քանի որ այն թեստ են կարել բազմաթիվ ուսանողների հետ, որ հասկանանք ուսանողի համար մատչելի է այդ մեր պատրաստածը, թե ոչ, որովհետև եթե մեզ համար մատչելի է, բնականաբար կարող է հակառակը լինել ուսանողների համար, պետք է լրացնի on-line դիմում հայտը, այսինքն այնպես են կարել, որ հեռախոսով նույնիսկ հեշտ լինի նկարներ, փաստաթղթերը նկարի, հեռախոսով ներբեռնի եւ այդ ամբողջ ուղարկի մեզ, ուղարկում է մինչեւ մայիսի 2-ը, մեր վերջնաժամկետն է մայիսի 2-ը, մենք այնուհետև այդպես հատուկ մոդել կա ծրագիր է, որ ուսումնասիրում է բոլոր փաստաթղթերը, անհրաժեշտ բոլոր կրիտերիաներին համապատասխանում է թե չէ եւ սպասում է մեր զանգին, որ հարցազրույցի հրավիրենք, այստեղ բացի գնահատական հասարակական ակտիվություն, բնականաբար նաեւ հաշվի ենք առնում սոցիալական վիճակը, այսպես 50-50 է, հնարավորինս փորձում ենք արդար լինենք, ավելի այսպես թիրախային խմբի էլ օգնել, որովհետև անցած տարի մենք ունեինք հատուկ կրթաթոշակ 140 արցախցի ուսանողների համար, դա այդպես առանձին էր, մենք նույնիսկ փորձում ենք չխառնել, ոչ թե մենք այստեղ տարբերություն ենք դնում, այլ չխառնենք, որովհետև երեխաների մոտ փաստաթղթեր են բացակայում, նոր են օրինակ եկել ուսումնառության մեջ ներգրավել, այդ ամեն ինչ բոլոր նյուանսները փորձում ենք հաշվի առնել եւ հրավիրում ենք հարցազրույցը գալիս են մեր Ամերիկայի տնօրենների խորհրդից, Հայաստանի աշխատաշուկայի ամենահայտնի ներկայացուցիչներ, էլի անուններ չթվարկեմ, որ ինչ որ մեկը չնեղանա, բնականաբար գալիս են, այսպես շատ ուզում ենք հասկանալ, մենք եթե
տվյալ ուսանողի մեջ ներդրում ենք կատարում տարիներ շարունակ, պիտի բավականին մեծ գումարների մասին է խոսքը։ Եթե այդ գումարները մենք ներդրում ենք, արդյոք դա վերադառնալու է Հայաստանին, արդյոք այդ ամեն ինչը իշա Հայաստանի է օգտագործվելու։ Զուտ այդպես ճանաչողական բնույթի հարցազրույց է, ոչ ոք մաթանալիզի հարցեր չի տալիս։ Նշենք նաև, որ պետք է գումարը չգերազանցի 720,000-ի շեմը, այսինքն մինչև 720,000-ի մասն է խոսքը, եւ 90%, որովհետեւ ես էլ եմ կողմնակից այդ տարբերակետ, դա իրոք այդպես է, երբ որ ուսանողների կողմից ինչ-որ մի բան պետք է ներդնի, արդեն սրտացավորել է մոտենում։ Այստեղ հավատացեք, միայն բժշկականի ուսանողների համար է մի քիչ դժվար լինում, որովհետեւ բոլորի վարձերը 800,000 է լինում, հա, ցավոք, բայց մենք էլ մի փոքրիկ կաթիլ ենք այդ մեծ օվկիանոսի մեջ, որ կարողանում ենք օգնել։ Շատ շնորհակալություն, Հաջան։ Փորձը ցույց է տալիս, որ հաջողում եք այս ծրագրով, շնորհակալ ենք անչափ եւ Շատ շնորհակալություն ես լեզում ասել ձեր մեծ թիմին նաև մեր ողջունները ուղարկենք առիթից օգտվելով մինչև երբ կարող են դիմել Այսի 2-ը ներառյալ շտապեք սիրելիներս դուք էլ անպայման մասնակցեք վստահաբար կունենաք նաև ուշադրություն դուք էլ ձեզ լավ օր ենք մաղթում իսկ մենք պետք է շտապենք այս բանին արդեն երաժշտություն լսել որից հետո պետք է շտապենք խոսքը փոխանցել մեր գործընկերներին ովքեր պետք է ներկայացնեն օրվա լրագրությունը